Ինչպես կարող է տնտեսությունը արագ աճել, երբ Հայաստանում փողը 15-ից 18% սպառողական վարկով աշխատում է բանկի համար, ոչ թե մարդու եւ բիզնեսի համար։ Երբ Հայաստանում սպառողական վարկի տոկոսը հասնում է 15-18%-ի, իսկ բիզնես վարկը հաճախ անցնում է 12%, տնտեսությունը չի կարող այդ պայմաններում արագ աճել։ Փոքր բիզնեսը եւ երիտասարդ ընտանիքը աշխատում են բանկի համար, ոչ թե իրենց զարգացման։ Պատճառը փոքր շուկան, մրցակցության սահմանափակությունը եւ ռիսկի բարձր գնահատումն է։ Բայց պետությունը կարող է միջամտել խելամիտ գործիքներով։ Գերմանիայում, օրինակ, պետական զարգացման բանկերը տրամադրում են ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր բիզնեսին։ Մենք առաջարկում ենք նույն օրինակով ստեղծել Հայաստանի զարգացման բանկ, որը լիարժեք կգործարկի 5-ից 7% օրինակ երկարաժամկետ արտադրական վարկեր, պետական երաշխիքներ առաջին բիզնեսը սկսողների համար եւ հիփոթեքի տոկոսների սուբսիդավորում երիտասարդ ընտանիքների համար։ Փողը պետք է աշխատի տնտեսության, ոչ թե միայն ֆինանսական համակարգի համար։